Եվ այսպես ուշադրություն այսօր Բագրատ Գալստանյանի օրն է եւ Բագրատ Գալստանյանին երկար չէինք անդրադարձել։ Այս մարդը ելույթ ունեցավ, ուղիղ եթեր մտավ եւ ասաց հետեւյալը, որ ինքը տեսնում է իշխանափոխություն, Գյումրիում դա կատարվեց։ Գյումրիում ինչ կատարվեց։ Ով ուներ մեծ շրջապատ, ով ուներ մեծ թաղամաս, ամեն մեկի թաղամասը ընտրել է իրան։ Բայց իհարկե մենք չենք ասում, որ իշխանությունը բացարձակ հաղթելու է 2026 թվականին։ 2026 թվականին որևէ մի ուժ 50%-ից ավելի ձայն չի հավաքելու, գալու են նոր ուժեր, նոր դեմքեր, որոնք կապ չեն ունենալու ոչ նախկինների հետ, ոչ էլ ներկաների հետ, եւ ժողովուրդը իր մեծամասամբ քվեն տալու է հենց այդպիսի ուժերին։ Եվ գնալու են Բագրատների նմանները հանգիստ նստեն իրանց տեղերում։ Այսօր Բագրատ Գալստանյանը վաղուց կարող էր Հայաստանում իշխանափոխություն անել։ Ինչի եւ ինչպես։ Նա պետքա հրաժարվեր նախկիններից, որ եթե ես եկա իշխանության, Նիկոլը ասելա չի արել, ես ասում եմ, ես պիտի անեմ, որ նախկինները պետքա հայտնվեն իրանց իսկական տեղերում, երկրից թալանվածը ես վերադարձնում եմ։ Ժողովուրդը կհարգեր, կասեր Նիկոլ Փաշինյանը ասեց, չարեց գոնե Բագրատ Գալստանյանը որպես հոգևորական կասի եւ իր խոստման տերը կլինի։ Հերիք չի սենց բաներ չասեց, այսինքն անպատժելիության մթնոլորտը շարունակում է ինքը, մի բան էլ գլխին հավաքեց Սերժ Սարգսյանին, չգիտեմ ում, հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, որոնց ժողովուրդ ուղղակի ատում է, եւ դրա համար ձախողվեց ամեն ինչ, ինքը ձախողված մարդ է, ինքը չի պատկերացնում ժողովուրդը ինչ է ուզում, եւ եթե չի պատկերացնում, թող իմանա, որ ժողովուրդը ատում է նախկին իշխանություններին եւ չի սիրում ներկա իշխանություններին, ժողովրդի մի մասը, եւ ուզում է, որ փոխվի այսօրվա իշխանությունը, բնականաբար իշխանությունը պետքա փոխվի, բոլոր իշխանությունները ժամանակավոր են, եւ դա նորմալ երևույթ է։ Ոչ մի իշխանություն ժողովրդի ցանկությամբ երբեք չի կարող լինել հավերժ։ Բայց ժողովուրդը տեսնում է, որ ուրիշ տարբերակներ ինքը չունի, ուրիշ մարդ չկա, որ կարելի է բերել իշխանության։ 26 թվականին այլ է լինելու, մենք պայքարելու ենք, որ նախկինները չգան իշխանության, մենք պայքարելու ենք, որ ազգային ժողովում հնարավորինս շատ նոր դեմքեր հայտնվեն, եւ եթե պետքա լինի իշխանափոխություն, ժողովուրդը չի ուզում այս իշխանություններին, խնդրեմ, ժողովուրդը պետքա բերի նոր դեմքերի։ Չստացված ազգը կլինենք մենք, որ էլի վերադառնանք հին տաշտակին։ Ամենախելամիտ ազգը կլինենք մենք, որ ընտրենք այնպիսի ուժ, որ ոչ այս կողմ, ոչ էլ այն կողմ, ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ, այլ լինի հայամետ մի հատ հզոր գաղափարով ճշմարիտ մեկը, որ սենց Բագրատների նման չգան խաբեն ժողովրդին, հետո գնան Սերժի ձեռքը սեղմեն, դե պարզ է դու հովանավորվում ես Սերժ Սարգսյանի եւ մնացած նախկինների կողմից եւ հետեւաբար ձախողվեց քո քաղաքական կարիերան։ Ինչպես մերժեցին Սերժին, այնպես էլ քեզ են մերժել։ Այստեղ ուրիշ որևէ բացատրություն չկա եւ ինքը պետքա որպես գոնե քրիստոնյա մարդ այդ ամեն ինչ ընդունի, որ ժողովուրդը ատում է նախկին իշխանություններին, նախկիններին դիմաց թաքնված եւ հետևում նախկիններին պահելով որևէ մեկը որևէ տեղ իշխանության չի գալու։ Գյումրիում էլի եմ ասում, ամեն մեկը իր թաղում հաղթել է։ Գյումրին փոքր քաղաք է, Երևանի ցանկացած թաղամասում ապրում է ավելի շատ բնակիչ, քան Գյումրիում։ Եվ պետք չի վատանալ ուրախությունից իհարկե, որ նախկինները վերադառնում են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կա եւ լինելու է ժողովրդի ձեռքում։ Նույնիսկ եթե Փաշինյանը գնա, եւ բնականաբար մի օր պետքա Փաշինյանը գնա, ոչ մեկ ցմա չի կարող ղեկավարել, Փաշինյանը եթե գնա, գալու է ինչ-որ մի ժողովրդավար ուժ, եթե գա ինչ-որ ուժ, որը չի լինի ժողովրդավար, ավելի դաժան ձևով է հեռանալու, քան Սերժ Սարգսյանը հեռացավ, որովհետեւ մարդկանց աչքերը բացվել են, որևէ մեկը այլևս իրեն ստրուկ չի հանդուրժի, իշխանությունները չեն կարող ժողովրդին ստրուկ համարել, այլ իրանք պետքա լինեն ժողովրդի ստրուկը։ Այսպես իհարկե կուսակցություն կա, եթե չգիտեք, Զելենսկին իր կուսակցության անունը անվանել էր ժողովրդի ծառա եւ դրա համար էլ ընտրվեց Ուկրաինայի ղեկավար։ Մեզ ժողովրդի ծառաներ են պետք, ոչ թե ժողովրդին ծառա սարքողներ։
Եվ այսպես ուշադրությունը, ինչպիսի մեծ բացահայտումներ է պատրաստվում իրականացնել ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն եւ իրավապահ ողջ համակարգը։ Հայտարարվեց հետեւյալը, որ Երևանի նախկին քաղաքապետերից մեկից պետք է բռնագանձվի ի օգուտ պետության 2 միլիարդ դրամից ավելի գույք Հայաստանում և Եվրոպայում, մասնավորապես Չեխիայում։ Թալանի աստիճանը, թալանի ծավալները հայ ժողովրդի մոտ հայ նախկին պաշտոնյաների մասին ահռելի են և ուղղակի խայտառակություն։ Նման թալան նույնիսկ հարուստ պետություններում չես կարող պատկերացնել, ինչը որ արել են այս աղքատ խեղճ ու կրակ պետության գլխին։ Եվ իհարկե նման գործողություններ արածներին, որ միլիարդատերեր են դարձել աղքատ ժողովրդի հաշվին, երբևիցե որևէ մեկը չի կարող ներում շնորհել սրանց և որևէ մեկը երբևիցե չի կարող մոռանալ։ Եվ տեսնում ենք, որ պատժվում են, բայց քիչ-քիչ են պատժվում, տեսնում ենք, որ կարող էր լինել ավելի ակտիվ գործողություններ, բայց դրանք չեն կատարվել և նաև գիտենք, թե ինչի չեն կատարվել, որովհետև 20 թվականի պատերազմը ամբողջությամբ խանգարեց, որ Հայաստանի իրավապահ համակարգը իր ուշադրությունը ամբողջությամբ սևեռի նախկինում տեղի ունեցած հանցագործությունների վրա։ Բայց իհարկե մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ այս ամեն ինչը ավելի ակտիվ կերպով է գործելու, մտնելու են տներ, ձերբակալություններ են տեղի ունենալու, ամբողջությամբ օրենքի սահմաններում պատժվելու են Հայաստանի Հանրապետությունից թալանած բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք այսօր Հայաստանում ունեն դղյակներ և դրա տասնյակ ավելի չափերի դղյակներ ունեն Հայաստանի սահմաններից դուրս, հայ ժողովրդի աչքից անտեսանելի։ Եթե մենք այսօր տեսնում ենք մանումենտի դղյակները, մենք չենք տեսնում, թե ինչ դղյակներ ունեն արտերկրներում հայ ժողովրդի աչքից հեռու։ Եթե այսօր իրանք այստեղ դուխ են արել, համարձակություն են ունեցել կառուցել 5 միլիոն դոլարանոց դղյակ մանումենտում այս աղքատ պետության մեջ, ունենալով միայն պետական պաշտոն, ապա պատկերացրեք, քանի միլիոնավոր դոլարների դղյակներ ունեն Հայաստանի սահմաններից դուրս, որոնք պետք է գտնել, որոնք պետք է վաճառել և գումարը վերադարձնել Հայաստանի պետական բյուջե։ Ցավոք սրտի նաև պետք է արձանագրենք հետևյալը. 18 թվականի իշխանության գալուց հետո հարուցվել են քրեական գործեր, որոնք մինչև այսօր ավարտին չեն հասել։ Ընդհանուր դատական պրոցեսը մարդիկ 7 տարի այդ պրոցեսի մեջ ներգրավված են, ոչ գիտես անմեղացան, ոչ գիտես մեղավոր դարձան և նույնիսկ չգիտես, թե դրա վերջը ինչա լինելու, ինչը բնականաբար անվստահություն է հաղորդում բոլոր դատական գործընթացներին, ինչպես ժողովուրդն է սկսել ասել, դրանք բռնել բաց թողելու գործողություններ են, հեսա կբռնեն, էլի 1-2 օրից բաց կթողնեն, Սերժ Սարգսյանին անմեղացրեցին, արդարացրեցին, բայց հեղափոխությունը տեղի էր